Անդրեի կյանքի բացահայտումներն ու Աննա Հակոբյանի մեջբերումները, գլխավոր դատախազի սպարապետական այցն ու Ամերիկայի թագավորի հետույքը շատ կարևոր դարձան այս շաբաթ եւ այսպես ամենաքննարկվածներն են։ Միքայել Աչապահյան Գարեգին երկրորդի խոնարհ ծառան հիմա էլ որոշեց անցնի Քոչարյանի կողմը ու ամեն ինչի մեղավոր ճանաչի Սերժ Սարգսյանին։ Բոլորովին վերջերս այս մեծ էգոյով հոգևորականի համար ամեն ինչի մեղավոր էր նաև Ռոբերտ Քոչարյանը։ Մարդ չի էլ հասկանում քաղաքական կյանքում այս կղերաֆեոդալական ժայթքումները Գարեգին երկրորդի ակտիվացումներն են, ռուսական մեսիջներն են, թե առանձին անհատների գարնանային սրացումներն են։ Պարզապես Վարդան Ղուկասյանի հաղթանակը եկեղեցու էլիտային հուշեց, որ հիմա ուժեղը Քոչարյանն է, ում շատ սկզբունքային սրբազանները այս պահին որոշեցին բռնել Քոչարյանի պոչը։ Աննա Վարդապետյան Կրթվելը նորաձև է ակցիայի շրջանակներում գլխավոր դատախազն էլ որոշեց կրթել զինվորներին։ Տիկին դատախազի դասախոսությունից ոգևորված կուրսանտների մարտունակությունն այնպես բարձրացավ, որ Ալիևը վախից փոխեց իր պատերազմական հռետորաբանությունը ու սկսեց խոսել հայերի հետ ընկերանալու մասին։ Իսկ չար մարդիկ այս ամենը զավեշտի վերածեցին, տարածելով կեղծ թեզեր, որ իբր մեր անպարտելի զինվորականությունը խոնարհվել է քաջարի ու նրբագեղ դատախազության առաջ։ Չի խոնարհվել։ Իրար խառնած նստել ու վեր է կացել եւ ստացվել է խոնարհման պես մի բան։ Այս չար բամբասանքը հստակ հերքեց նաեւ ամենաօբյեկտիվ իրավապաշտպան, իսկ հիմա արդեն նաև դատախազապաշտպան Դանիել Իոնիսյանը։ Աննա Հակոբյան Նրա կրթական հավաքները դարձել են Հայաստանի ամենահետաքրքիր միջոցառումները, իսկ Վանո Սիադեղյանի տեքստը Հրանտ Մաթևոսյանի նկարի տակ ուղղակի ցնցեց աշխարհասփյուր հայությանը։ Համացանցը քանի օր է չէր հանդարտվում այս դարակազմիկ թեմայի քննարկումից, իսկ իրականում այդ միջոցառումներից ստացված ամենահետաքրքիր նորույթի հեղինակը ոչ թե Աննա Հակոբյանն էր, այլ նրա ամուսինը։ Վարչապետը մի նոր աֆորիզմ էր երկնել կրթական այս նորաձև հավաքներից մեկի ժամանակ։ Ոչ թե պատերազմն է եղել Նիկոլ Փաշինյանի օրոք, այլ Նիկոլ Փաշինյանն է եղել պատերազմի օրոք։ Ինչը թարգմանաբար նշանակում է, ոչ թե Փաշինյանն է մեղավոր պատերազմի համար, այլ նա հայտնվել է կառավարման ղեկին մի ժամանակաշրջանում, երբ պատերազմն անպայման լինելու էր։ Դոնալդ Թրամփ Այս շաբաթ աշխարհի նույնիսկ ամենախուլ ու հեռավոր անկյունում սովորեցին տարիֆ բառը, որովհետև աշխարհի ամենաուժեղ երկրի թագավորը տարիֆակոխ արեց ողջ աշխարհը։ Թրամփը Ամերիկայի ազատագրման օր հայտարարեց սահմանելով հիմարագույն տարիֆներ։ Խոստացավ, որ ոչ մի դեպքում չի հանի դրանք եւ 2 օր հետո հանեց տարիֆները, ասելով, որ 85 երկրների ղեկավարներ համբուրել են իր հետույքը։ Պատկերացնում եք հենց այդպես էլ ասած։ These countries are calling us up. Kissing my ass. Աշխարհի տնտեսական նոր ճգնաժամ ու անիմաստ առևտրային պատերազմներ։ Ահա այսպես է լինում, երբ ստախոս պոպուլիստն ու իրեն առաքյալ համարող նարցիսը դառնում է երկրի ղեկավար։ Անդրե Ինչ համաշխարհային տնտեսական ճգնաժամին Սերժ Քոչարյանական բախումներ։ Հայ հասարակությունն ամեն ինչ մի կողմ դրեց, երբ Անդրեի կինը հայտնեց, որ Անդրեն ամենևին էլ ասպետ չէ։ Ավելին այնքան տղամարդ չէ, որ խփել ու ստորացրել է կնոջը։ Անդրեին փորձեց պաշտպանել Հայաստանից հեռացած մեկ այլ ասպետ, ով հայտնեց իր շատ մտերմիկ հարաբերությունների մասին Անդրեի հետ։ Անդրեի հետ ես շփվել եմ պարբերաբար, երբեմն շատ մտերմիկ։ Կարճ ասած ազգը Անդրեի ու կնոջ պես բաժան եղավ ու սկսեց քննարկել մեր ամենակարևոր համազգային հարցը։ Ամենաքննարկվածների շարքերին ընդհուպ մոտեցան, բայց այս բարձունքին չհասան Արարատ Միրզոյանը Արցախի հարցի վերաբերյալ ԱԳՆ մեկնաբանությունից հետո, Փարաքարի նոր համայնքապետը համագործակցության բառի խոր իմաստավորումից հետո։ Համագործակցությունն ասվածը Այսինքն տեղ ուղարկեմ գնանք թե համագործակցությունը ո՞րն է։ Ամենաքննարկված չդարձան նաև Վիլեն Գաբրիելյանն ու Մարտուն Գրիգորյանը մի քիչ քննարկվելուց ու արագ մոռացվելուց հետո։ Ոչինչ, դեռ ամեն ինչ առջևում է։